Հիշում եք Դիոգենեսին, դե այն հռչակավոր հույնին, ով օրը ցերեկով լապտերը վառած քայլում էր փողոցով եւ երբ նրան հարցրեցին ինչ ես փնտրում օրը ցերեկով լապտերը միացրած, նա ասաց մարդ եմ փնտրում, մարդ։ Մենք հին Հունաստանում չենք, ես էլ առավել եւս շատ հեռու եմ Դիոգենեսից, բայց ես քաղաքացի եմ եւ փնտրում եմ քաղաքական գործիչ։ Լավ, իսկ ինչպես տարբերել լավ քաղաքական գործիչին վատից։ Պատասխանը շատ պարզ է։ Լավ քաղաքական գործչի գործունեությունն ուղղված է հասարակության համընդհանուր բարիքի ապահովմանը։ Վատ քաղաքական գործչի գործունեությունը ուղղված է սեփական մասնավոր բարիքի ապահովմանը։ Ընդ որում, վատ քաղաքական գործչի մասնավոր բարիքը ծնում է հասարակության համար համընդհանուր չարիք։ Եկեք հասկանանք. Ա. Քանի քաղաքական գործիչ եք դուք ճանաչում, որոնց գործունեությունն ուղղված է համընդհանուր բարիքի ապահովմանը, եւ Բ. Նրանցից քանիսի գործունեությունն է հաջողությամբ պսակվել։ Իսկ հիմա հակառակը։ Քանի քաղաքական գործիչ եք դուք ճանաչում, որոնց գործունեությունն ուղղված է սեփական մասնավոր բարիքի ապահովմանը, եւ երկրորդ, նրանցից քանիսի գործունեությունն է հաջողությամբ պսակվել։ Մեխանիզմը շատ պարզ է, պետք է պահել միայն նրանց, ովքեր հաջողությամբ պայքարել են համընդհանուր բարիքի համար։ Բայց եթե մենք դժվարանում ենք հասկանալ, թե ովքեր են այդ գործիչներն իրականում, ուրեմն եկեք գնանք բացառման ճանապարհով, հրաժարվենք բոլոր նրանցից, ովքեր այդպիսին չեն։ Դուք օրինակ երկրորդ անգամ կգնաք այն վարսավիրի մոտ, ով խայտառակ վատ է կտրել ձեր մազերը։ Հիմա, երբ մենք երկրորդ կամ երրորդ անգամ ընտրում ենք նույն ձախողված քաղաքական գործիչներին, դա նշանակում է գնալ այն վարսավիրի մոտ, որը ոչ միայն մեր մազերն է վատ կտրել, այլ մազերի հետ նաև ականջն է կտրել։ Լավ, քանի անգամ կարելի է ընտրել նույն չարիքը։ Ինչ եք կարծում, Հայաստանում քաղաքական գործիչները քանի կյանք ունեն։ Քանի անգամ կարելի է ձախողել պետության ղեկավարումը եւ այն հասցնել անդունդի եզրին, իսկ հետո վերադառնալ իբրև փրկիչ եւ կախվել ժողովրդի գլխին դեմոկլեան սրի նման։ Դուք նկատել եք, որ Հայաստանում քաղաքական գործիչների զգալի մասը արդեն մի անգամ մեռել է։ Ինչու է նրանք կրկին վերակենդանանում եւ ընդունելություն գտնում հասարակության մեջ։ Բանն այն է, որ մենք քաղաքական հասունության պակաս ունենք։ Դրա համար էլ մենք չենք կարողանում տարբերել իրական քաղաքական բարիքը իրական քաղաքական չարիքից։ Դա ունի իր պատճառները, բայց մինչև դրան անցնելը մի պատմություն պատմեմ։ Միջնադարյան Եվրոպայում կաթոլիկ եկեղեցին հավատացյալներին բաժանում էր ինդուլգենցիաներ։ Դրանք թղթի կտորներ էին, որոնք գնելով ըստ կաթոլիկ եկեղեցու մարդիկ ազատվում էին երկրային մեղքերից։ Ստացվում էր, որ մարդը կարող է հանգիստ մեղքեր գործել, իսկ հետո փողով գնել իր այդ մեղքերի թողությունը։ Սա ձեռնտու էր երկու կողմին էլ։ Եկեղեցին ստանում էր մեծ եկամուտներ, իսկ մարդիկ կարող էին հանգիստ ճաշակել երկրային մեղքերը, իսկ հետո փողով գնել սեփական հոգու փրկությունը։ Հիմա Հայաստանում ժողովուրդը քաղաքական գործիչներին վաճառում է քաղաքական ինդուլգենցիաներ։ Որքան ուզում ես թալանիր պետությունը, հարստացիր ժողովրդի հաշվին։ Հետո կգաս ու ժողովրդից կգնես քո մեղքերի թողությունը։ Ժողովուրդը սկզբից կդիմադրի մի քիչ, դա նրա բնույթն է, բայց ի վերջո կընդունի քեզ։ Իսկ մենք քաղաքական հասունության պակաս ունենք, որովհետև առաջին, մենք երկար ժամանակ չենք ունեցել պետություն, չենք ունեցել քաղաքականություն, քաղաքական մշակույթ եւ ավանդույթներ։ Մենք չենք իմացել, թե ինչ է իրական քաղաքականությունը եւ որ քաղաքականության հիմնական իմաստը համընդհանուր բարիքի ապահովումն է։ Ինչպես Արիստոտելը կասեր, մենք երկար ժամանակ չենք եղել քաղաքական կենդանիներ։ Երկրորդ, քանի որ չենք ունեցել պետություն, մենք չենք իմացել, թե ինչ է համընդհանուր բարիքը։ Ուրիշների լծի տակ ապրելով, մենք ավելի շատ մտածել ենք սեփական, մասնավոր բարիքի, յոլա գնալու, գլուխներս մի կերպ պահելու մասին։ Հենց այդտեղից էլ առաջացել է եղունգ ունես գլուխդ քորիր ասացվածքը։ Եվ վերջապես երրորդ, հիմա մենք ունենք պետություն, սակայն չունենք համընդհանուր բարիքի գիտակցում, քաղաքականության մասին իրական պատկերացումներ եւ այնպիսի քաղաքական խավ, որը կպայքարի այդ բարիքի համար։ Դրա համար մեզ խաբում են այնպես, ինչպես որ միջնադարյան եկեղեցին խաբում էր հավատացյալներին։ Եկեղեցու ամբարտավանության գլխավոր երաշխիքը հավատացյալների հոգևոր հասունության պակասն էր։ Մեր քաղաքական գործիչների ամբարտավանության գլխավոր երաշխիքը ժողովրդի քաղաքական հասունության պակասն է։ Չեք կարծում, որ վերջապես եկել է հասունանալու ժամանակը։